Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս իրավիճակը վերլուծում եւ ներկայացնում ենք եվրոպական տեսանկյունից։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի վիզաների ազատականացման մասին զեկույց։ Առաջին զեկույցը գնահատում է Հայաստանի առաջընթացը առաջին խումբ հենանիշների կատարման ուղղությամբ, կենտրոնանալով բացառապես օրենսդրական եւ քաղաքականության շրջանակի վրա 4 կարևոր ուղղություններով՝ փաստաթղթերի անվտանգություն, սահմանների միգրացիայի եւ ապաստանի կառավարում, հասարակական կարգ եւ անվտանգություն, արտաքին հարաբերություններ եւ հիմնարար իրավունքներ։ Զեկույցում ներկայացված են նաև առաջարկություններ ուղղորդելու Հայաստանին լրացնելու արձանագրված բացերը։ Ընդհանուր առմամբ հանձնաժողովը շեշտում է, որ բոլոր ոլորտներում անհրաժեշտ է ապահովել ընդունված քաղաքականությունների եւ օրենքների գործնական, հետևողական եւ արդյունքահեն իրականացումը։ Զեկույցում արտացոլված տվյալներն ընդգծում են Հայաստանի եւ Եվրամիության միջև խորացող կապերը, Հայաստանի քաղաքացիներին տրամադրված շենգենյան վիզաների թիվը կայուն աճ է գրանցել 2019 թվականի 51,000-ից 2024 թվականին հասնելով 86,300-ի, ընդ որում զգալիորեն ավելացել է բազմակի մուտքի արտոնագրերի տեսակարար կշիռը։ Ավելին, վիզաների մերժման մակարդակը դրական նվազման միտում է գրանցել, ինչն արտացոլում է ճամփորդող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ վստահության աճը։ Հստակ քայլերով առաջ ենք շարժվում դեպի առանց վիզայի ազատ տեղաշարժի նպատակը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն է հայտարարել, շեշտելով, Հայաստանն աշխարհում միակ պետությունն է, որի հետ Եվրամիությունն իրականացնում է ակտիվ երկխոսություն վիզաների ազատականացման հարցով։ Մենք արձանագրում ենք իսկապես պատմական առաջընթաց։ Մեր ջանքերի կարևոր արդյունքը եղավ այն, որ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին պաշտոնապես մեկնարկեց Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը։ Դրանից հետո Հայաստանը ռեկորդային սեղմ ժամկետում եւ բարձր վստահության պայմաններում ստացավ գործողությունների ծրագիրը։ Իսկ արդեն 2026 թվականի մայիսին, օրեր առաջ, եվրոպացի գործընկերները ներկայացրին առաջին առաջընթացի զեկույցը։ Մի շարք ուղղություններով Հայաստանը գրանցել է առաջանցիկ տեմպեր, այսինքն արել ենք ավելին, քան նույնիսկ ակնկալվում էր այս փուլում։ Այս մասին են նաև ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականները։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել հայաստանյան ջանքերը, վստահություն հայտնելով, որ հասնելու ենք մեր նպատակին։ Անկարայի եւ Երևանի միջև առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին է հայտարարել։ Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է Հայաստանի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը։ Նոր կարգավորման շնորհիվ այժմ հնարավոր է Թուրքիայից երրորդ երկիր եւ այնուհետեւ Հայաստան գնացող կամ նույն երթուղով Հայաստանից եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագման վայրը գրել որպես Հայաստան-Թուրքիա։ Նոր հնարավորություններ թե մարտահրավերներ։ Հայաստանի տնտեսության համար ինչ նշանակություն կունենա Թուրքիայի հետ առևտուրը։ Ինչ վիճակում է այս պահին Հայաստանի տնտեսությունը։ Ինչ է տալիս Հայաստանին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը եւ որքանով է այս պահին իրատեսական եվրոինտեգրումը։ Տնտեսության առումով Հայաստանը որքանով է պատրաստ։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք տվյալ կետքոմի ղեկավար տնտեսագետ Աղասիթ Հավադյանի հետ։ Պարոն Թավադյան, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր, սա Հայաստանի համար ինչ հնարավորություններ կարող է ստեղծել եւ նաեւ հաշվի առնելով երկու երկրների տնտեսությունների մասշտաբների միջև զգալի տարբերությունը, ինչ մարտահրավերներ կարող է այն պարունակել Հայաստանի համար։ Տեսեք, այս քայլը իհարկե կմեծացնի Հայաստանի Հանրապետության հնան, բայց իրականում այն կմեծացնի միայն Երևանի կենտրոնը, որտեղ սրանից հիմնականում կօգտվեն սպառողները, սրանից կօգտվեն ռեստորանները, որոնք էժան ապրանքներ կառնեն արտասահմանից, սակայն հիմնականում կտուժի գյուղացին։ Եվ սրանով պայմանավորված գյուղացիները կթողնեն գյուղերը եւ կշարունակեն հանգրվան գտնել Երևան քաղաքում։ Սա իհարկե տնտեսական աճի է բերելու, սակայն տնտեսական անվտանգության տեսանկյունից հարցեր է առաջացնում։ Իհարկե սահմանների բացելը տնտեսապես օգտակար է
Հայաստանի Հանրապետության համար, սակայն չպետք է մոռանալ տնտեսական անվտանգությունը եւ կառավարությունը այս պարագայում պետք է ունենա մի փաթեթ, որ հստակ կձևակերպի, թե որ պարագայում, որ բացման պարագայում, ինչ խնդիրների առաջացման պարագայում ինչպես պիտի կառավարությունը արձագանքի, ինչ գործիքակազմ կարող է այն ունենալ, որը ունի ոչ մաքսային բնույթ, որպեսզի կարողանալ սահմանափակել Թուրքիայից եկող էժան ապրանքների քանակությունը, որոնք կարող են մնացել մեր գյուղատնտեսությունում։ Իսկ Հայաստանի տնտեսությունն առհասարակ ինչ վիճակում է այս պահին, որովհետև պարբերաբար տարբեր թվեր են հրապարակվում, բայց կարծիքներ կան, որ տնտեսությունը այդքան էլ լավ վիճակում չէ։ Ձեր գնահատականը։ Տնտեսությունը այս պահին լավ աճի մեջ է, լավ վիճակում է, ընդհանուր առմամբ 2022 թվականից այս կողմ Հայաստանը հիմնականում աճել է այլ պետություններից դուրս եկող կապիտալով, որը պայմանավորված է պատերազմներով, 2022 թվականին Ռուսաստանից մեծ քանակությամբ կապիտալ դուրս եկավ, 2025 թվականին մենք ունեցանք 7.2% տնտեսական աճ, որը անսպասելի էր եւ IMF, այսինքն միջազգային վալյուտային ֆոնդը, ինչպես նաև այլ համաշխարհային կազմակերպությունները, մեր կենտրոնական բանկը սա չէին կանխատեսում էին ընդամենը 5.5% տնտեսական աճ, հավելյալ մոտ 2%-ային կետ աճը այս անգամ տեղի ունեցավ Իրանում եկող պատերազմից, որը հարստացրեց մեր տնտեսությունը, սակայն ասեմ, որ հիմնականում մեր աճը պայմանավորված է ռուսական վեկտորով եւ մեր ներկա կառավարությունը Փաշինյանի այնպես արեց, որ 2018 թվականից այս կողմ Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ էլ ամերելի ամրապնդվեցին, տնտեսական կապերի մասին է խոսքը։ Հայաստանի արտահանումը 2018 թվականից այս կողմ դեպի ԵԱՏՄ շուկա 5 անգամ գրեթե աճել է, իսկ դեպի Եվրոմիություն կրճատվել է որոշակի քանակությամբ այս 7-8 տարիների ընթացքում։ Հայաստանի Հանրապետությունով 2023-24 թվականներին անցավ ոսկու մեծ քանակությամբ խմբականակ, մոտավորապես 90% Ռուսաստանի արտադրության այդ պահին Հայաստանի Հանրապետության միջով։ Այսինքն անկախ ամեն ինչից, այս պահին ԵԱՏՄ շուկայից հրաժարվելը Հայաստանի Հանրապետության համար ավելի ցավալին կլինի այս կառավարության օրոք, քան թեև 2018 թվականին էր։ Այսինքն այս պահին եվրոինտեգրման հեռանկարը այդքան էլ իրատեսական չէ։ Տեսեք, ես չեմ դիտարկում մեր կառավարության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հնչեցրած հայտարարությունները, որոնք կարող են արվել նախընտրական ֆոնին եւ ունենան, այսպես ասած, նախընտրական մեկնաբանություն ավելի շատ։ Ես իրականությունն եմ տնտեսական գնահատում, այն որ այս կառավարության օրոք դեպի ԵԱՏՄ արտահանումը 5 անգամ գրեթե աճել, իսկ դեպի ԵՄ կրճատվել է որոշակի տոկոսով, դա անվիճելի է։ Այսինքն այստեղ կարող են որոշակի հայտարարություններ արվել քաղաքական ֆոնի վրա, բայց իրականությունն այն է, որ իրական տնտեսական վեկտորը շարունակում է մնալ ԵԱՏՄ։ Այսինքն դուք կարծում եք, որ այս հայտարարությունները, փոխադարձ մեղադրանքները պարզապես նախընտրական շրջանի համար են։ Տեսեք, թեկուզ դիտարկենք ջերմուկի աղմկահարույց դեմքը, երբ որոշակի հայտարարություններից հետո Փաշինյանի Ռուսաստանի Դաշնությունում արգելվեց ջերմուկի որոշակի խմբականակի մուտքը դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը Ռոսկոմնadzորը կարող էր ցանկացած այլ ապրանք արգելափակել կամ որոշակիորեն սահմանափակել դեպի Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների մասին է խոսքը։ Եվ եթե որոշակի գյուղատնտեսական ապրանք 2 շաբաթով կասեցվեր սահմանին, ապա այն կփչանար եւ մեր գյուղատնտեսները իրականում կունենային վնասներ, սակայն այս դեպքում մեդիա դաշտում այն մեծ տարածում չէր ունենա։
Սա կոնկրետ ջերմուկը հատուկ ընտրված էր, որպեսզի մեդիա դաշտում մեծ աղմուկ հաներ, սակայն մեծ վնաս չտար մեր գործարարներին, քանի որ ջերմուկ անքային ջուրը ինքնին փչացող ապրանք չէ, վաղեմության ժամկետ չունի, եւ եթե ապրանքը 2 շաբաթով ասենք կանգնեցնենք սահմանին, մինչև մեդիա աղմուկ անցնի եւ հետո թույլ տանք գնա Ռուսաստանի դաշտություն, ապա իրականում այդ արտահանողը դեպի Ռուսաստան ամսվա վերջում կորուստներ չի կրում։ Նույնիսկ սա է վկայում նրա մասին, որ շատ բան արվում է ավելի շատ մեդիա աղմուկ ստեղծելու համար կամ քաղաքական որոշակի շաղարժ ստեղծելու համար, որը նախընտրական է լինելու։ Իսկ իրական տվյալները, իրական տնտեսությունը, իրական վիճակագրությունը այլ բանի մասին է խոսում։ Իսկ ինչ է տալիս Հայաստանին Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը։ Իհարկե ձեր խոսքում նշեցիք տնտեսական ինտեգրումը, հատկապես արձանագրեցիք, որ Նիկոլ Փաշինյանի հորոք այն ավելի է խորացել, բայց մեծ հաշվով ինչ է այն տալիս Հայաստանին։ Տեսեք, իհարկե մեր տնտեսությունը պիտի դիվերսիֆիկացվի։ Պիտի դիվերսիֆիկացվի իր արտահանում նաև Եվրամիություն, պիտի ապրանքները բազմազանանան։ Այս պարագայում հստակ կախվածություններ ունենք Ռուսաստանի Դաշնությունից, ես կնշեմ 3-ը։ Առաջինը հացահատիկն է, պետք է հասկանալ, որ մենք նույնիսկ ալյուր մեծ քանակությամբ չենք արտադրում, որը ռազմավարական պաշար է, եւ ցածր եկամուտներ ունեցող խավը հիմնականում ալյուրից ստեղծված ապրանքներով են սնվում եւ շատ զգայուն են ալյուրի գնի տատանումներով, այսինքն եթե ինչ-որ խնդիր առաջացավ, ապա առաջին հերթին կտուժեն ցածր եկամուտներ ունեցող խավը այստեղ եւ սրան հստակ այլընտրանքներ պիտի այս պահին գտնել, նույնիսկ մեր ալյուրագործությունը զարգացնել։ Երկրորդը դա ակնհայտ բենզինն է, վառելիքը։ Երրորդը դա այնքան էլ ակնհայտ չէ, դա պարարտանյութն է, որը նույնպես հիմնականում ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից։ Մենք ունենք որոշակի կալիումային պարարտանյութի անքեր, սակայն դրանք չեն մշակվում եւ հետաքրքրություն չկա դրանք մշակվել, սակայն պետք է հասկանալ, որ այս պահին աշխարհում ոչ միայն էներգակիրների ճգնաժամ է, այլ նաև պարարտանյութի ճգնաժամ է, որովհետև Հորմուզի նեղուցի ծովային ճանապարհով ընդհանուր պարարտանյութերի 35%-ն է մոտավորապես դուրս գալիս։ Եվ մենք այս պահին ապահովագրված ենք այն տեսանկյունից, որ Ռուսաստանից ենք ներում, սակայն այս տեսանկյունից էլ պետք է այլընտրանք մենք ունենանք հստակ։ Երևանում անցկացված եվրոպական միջոցառումներից հետո պաշտոնական հայտարարությունների եւ եվրոպացի առաջնորդների գնահատականների ֆոնին Հայաստանում շարունակվում են տարբեր մեկնաբանությունները։ Քննարկվող հիմնական հարցը Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարն է։ Թեմային իմ գործընկեր Արմինե Մարտիրոսյանն է անդրադարձել։ Երևանը հյուրընկալել է միջազգային նշանակության երկու խոշոր քաղաքական իրադարձություն՝ Հայաստան-Եվրոպական միության առաջին գագաթնաժողովը եւ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին մասնակցել են 48 երկրի եւ կառույցների բարձրաստիճան պատվիրակություններ։ Գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանը եւ Եվրամիությունը ընդունեցին համատեղ հռչակագիր անվտանգության, տնտեսության, տրանսպորտի եւ փոխկապակցվածության ոլորտներում համագործության խորացման վերաբերյալ, ինչպես նաեւ վերահաստատեցին վիզայի ազատականացման շուրջ երկխոսության շարունակությունը, նշելով այդ ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացը։ Իշխանությունները սա համարում են քայլ դեպի Եվրոպա։ Քննադատները քաղաքական աղմուկ առանց իրական հետևանքների։ Այս գործընթացների նկատմամբ վերաբերմունքը հասարակությունում միանշանակ չէ։ Երևանցիներից հետաքրքրվեցինք, ուզում են արդյոք եվրոպական ավելի զերծ ինտեգրում եւ ինչ կարող է դա փոխել իրենց կյանքում։ Շատ բան կփոխի։ Չեք տեսնում Եվրոպան ինչ զարգացած է։ Վիզա կենտրոններում ինչ հերթեր են։ Եթե ժողովուրդը ձգտում է այնտեղ, ուրեմն այնտեղ մի լավ բան տեսնում է, չէ՞։ Ինձ թվում է լավ կլինի, էլի չգիտեմ, գոնե մի քիչ է ժողովրդի վիճակը կլավանա, էլի երևի։ Լավ կարծիք չունեմ։ Ազատություն, դեմոկրատիա, դիքը լավ բան է։ Սահմանները կբացվեն, կկարողանան գնան գանք, այս սահմանափակ տարածաշրջանում պետք է մեզ ազատ ելումուտ, որպեսզի կյանք ավելի արդյունավետ դառնա։ Միգուցե անվտանգային երաշխիքներ լինեն մեզ, չնայած ասма եղունգ ունես գլուխդ քորի։ Նայած ինչ պայմաններով, ինչ է շահելու Հայաստանը վերջին հաշվով դրանից։ Դե ես օրինակ Եվրոպայում եղել եմ, ժամանակին աշխատել եմ 90-ականներից սկսված,
Եթե այդ պայմանները լինի Հայաստանում գործի այդ ամեն ինչը կա հրաշք կլինի ուղղակի։ Սակայն այս գագաթնաժողովը Եվրամիության անդամակցելու մասին չէ։ Եվրոպական քաղաքական համայնքը Եվրամիության հարթակ է առանց անդամակցության վերաբերյալ պարտավորությունների, եւ առաջնորդների հռետորաբանությունը դա եւս մեկ անգամ հաստատեց։ Հայաստանի Եվրոմիության անդամակցության հնարավորության մասին հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ պատասխան չտվեց, հայտարարելով, որ Հայաստանը պատրաստ է Եվրոպային լինել այնքան մոտիկ, որքան ինքը Եվրոպան հնարավոր կհամարի։ Զգուշավոր ձևակերպումներով հանդես եկան նաև եվրոպացի առաջնորդները։ Այս ֆոնին հարցը մնում է բաց. արդյոք սա իրական քայլ է դեպի եվրոպական ինտեգրում, թե դեռ միայն քաղաքական ազդակ։ Վերջնական իբրև նպատակակետ եվրոինտեգրումը Հայաստանի համար ուղղակի անհրաժեշտ է, որովհետև բոլոր երկակի ստանդարտներով հանդերձ շատ թերի է այդ կոնստրուկտը, բայց ավելի լավ կոնստրուկտ ներկա պահին չկա, թե մարդու իրավունքների պաշտպանության առումով, թե քաղաքացիական հասարակության կառուցման սկզբունքների առումով, թե անվտանգության եւ ապահովության առումով։ Սակայն քաղաքական հայտարարությունները դեռ չեն վերածվում իրական մերձեցման։ Դրանց միջև շարունակում է մնալ մեծ հեռավորություն։ Ուկրաինայի պես արևմտյան կողմնորոշման երկիրը ցայսօր եվրոինտեգրացիա չունի։ Ինչի մասին է խոսքը։ Երկիր, որը արյուն է թափում հենց եվրոինտեգրացիայի համար։ Իհարկե սա արվում է ընտրությունների համար եւ Եվրոպան աջակցում է, որպեսզի Ռուսաստանին հերթական անգամ կսմթի եւ Եվրոպան այդպիսի գեղեցիկ շոու է անում ու այս պահին Նիկոլ Փաշինյանի եւ եվրոպական կառույցների շահերը համընկնում են։ Գագաթնաժողովը դարձավ խոշոր դիվանագիտական իրադարձություն, բայց կվերածվի այն իրական մերձեցման, թե կմնա որպես քաղաքական ժեստ, դեռ բաց հարց է։ Արմինե Մարտիրոսյան, ՎՏ Հայաստան Նյուզ, Երևան։ 10 երկիր անցավ Եվրատեսիլի եզրափակիչ։ Կայացել է 70-րդ Եվրատեսիլ երկիմրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Եզրափակչի ուղեգիր ստացան Մոլդովան, Շվեդիան, Խորվաթիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Իսրայելը, Բելգիան, Լիտվան, Լեհաստանը եւ Սերբիան։ Մինչդեռ հարևան Վրաստանը, Պորտուգալիան, Մոնտենեգրոն, Էստոնիան եւ Սան Մարինոն դուրս մնացին պայքարից։ Հայաստանի պատվիրակ Սիմոնը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում, 6-րդ համարի ներքո։ Այս տարի միջազգային երաժշտական երգիմրցույթին 35 պետություն է մասնակցում, ինչը պակաս է նախորդ տարիների մասնակիցների թվից։ Իսլանդիան, Իսպանիան, Իռլանդիան, Նիդերլանդները եւ Սլովենիան հրաժարվել են մասնակցել մրցույթին Իսրայելի մասնակցության պատճառով։ Դուք դիտում եք ՎՏ Հայաստան Նյուզի հերթական թողարկումը, տաղավարում աշխատում էր Ռազմիկ Մարտիրոսյանը։